Կրթությունից անցնեք նաև համապատասխան ատեստավորում և ստանաք դասային աստիճան։ Արդեն 8-րդ տարին Հայաստանում գործում է քաղաքացիական ծառայության համակարգը, որի գործառույթներն իրականացնում է քաղաքացիական ծառայության խորհուրդը։ Եթե համարենք, որ քաղաքացին արդեն իրեն համարում է պատրաստ եւ ցանկություն ունի մասնակցելու, առաջին բանը, որ նա պետք է անի, պետք է վերցնի քաղաքացիական ծառայություն շաբաթաթերթը եւ այնտեղ ծանոթանա ուրեմն թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին։ Եթե խոսքը վերաբերում է բարձրագույն կամ գլխավոր խմբի պաշտոններին, ներկայացնում է քաղաքացիական ծառայության խորհուրդ, եթե կրտսեր կամ առաջատար պաշտոնների խմբի պաշտոնների մասին է խոսքը, համապատասխան մարմիններ, որտեղ առաջացել են թափուր պաշտոններ։ Ընտրվում են անհրաժեշտ նյութերը, իրավական ակտերը, որոնք նրանք պետք է իմանան, սովորեն մրցույթին մասնակցելու համար, եւ քաղաքացին գնում է սկսում պատրաստվել մրցույթների։ 18 տարեկանից բարձր կարող են քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնել։ Եվ վերին շեմը 65 տարին է, բայց խորհրդի համաձայնությամբ 1 տարի երկարացնելու հնարավորություն կա, այսինքն առավելագույն սահմանը 66 տարեկանն է։ Առաջին փուլով թեստավորման միջոցով ուրեմն փորձում են ներկայացնել իրենց գիտելիքները իրավական ակտերի հետ կապված, որքանով են տիրապետում, եթե 90% արդյունք են ցույց տալիս առնվազն, ուրեմն անցնում են հաջորդ փուլ, հարցազրույցի փուլ, որից հետո եթե հանձնաժողովի կողմից քվեարկությամբ նրանք հաղթող են ճանաչվում, կարող են դիմում ներկայացնել արդեն կոնկրետ պաշտոնում նշանակվելու համար։ Գործում է նաև պաշտոնական կայքը 3w.csc.am եւ անհրաժեշտ տեղեկություններ կարող է գտնել նաև այստեղից։ Մրցույթ անցկացնելու համար հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան 1 ամիս առաջ, առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով։ Ի դեպ, մրցույթն անցկացվում է նույնիսկ 1 մասնակցի առկայության դեպքում։ Այն տեղի է ունենում 2 փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի։ Հիշեք, մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացվելուց հետո նույն օրը։ Իմացել եմ քաղաքացիական թերթից հայտարարությունը։ Մասնակցում եմ քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետի մրցույթին։ Հիմա մարզպետարանում պայմանագրային, ժամկետային պայմանագրով աշխատող եմ հանդիսանում։ Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո դրանք կարող են մասնակցի կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել։ Իսկ երբ անցել եք մրցույթը, այդ մասին եզրակացություն ուղարկվում է համապատասխան մարմին եւ 3 աշխատանքային օրվա ընթացքում ձեզ նշանակում են համապատասխան պաշտոնում։ Բոլոր դեպքերում մրցույթի անցկացման ամբողջ ընթացքը պետք է հրապարակային լինի։ Սա է քաղաքծառայության համակարգի սկզբունքներից մեկը, ինչպես նաեւ ժողովրդավարական պետության հիմնաքարը։ Տեղեկատվության ազատությունը մեր բոլոր իրավունքների բանալին է։ Եղեք տեղեկացված եւ պաշտպանեք տեղեկություն ստանալու ձեր իրավունքը։